Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին եւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին ինչ էի կարել, որ ձեր լիազորությունները դադարեցնելը նրանց համար դարձել էր կենաց մահու հարց։ Ոչ մի բան չէին լսում, ոչ մի բան չէին ուզում տեսնեն, նույնիսկ հիշում ենք, հա, կարգադրիչներին ինչ հրահանգներ էր տալիս, փակում էր այդ տեսարանները, հիշում ենք, ինչու էր այդպես դարձել, ինչ ունեին ձեզ հետ։ Ինչպես նույնը նախկին ԲԴԽ նախագահն էր փաստել ավելի վաղ դեռևս 22 թվականի փետրվարին տրված իր հարցազրույցում, դատավորները, մի շարք դատավորներ, այդ թվում նաև ես, իրեն ճնշել էինք։ Ինչով։ Կարծիքով։ Այդ կարծիքը անձամբ իմ էլ փոստից ուղարկել էի նախարարության փոստին։ Դատավորներից հավաքագրել էի կարծիքները, համապատասխան ստորագրություններ ուղարկել էի իր փոստին։ Ու թե այդ անգամ, թե մյուս անգամ, թե դրանից առաջ, ու թե դրանից հետո մի քանի դրվագով առնվազն հաստատվել էր, որ մեր կարծիքները ոչ թե տեղ ունեին հնչելու, այլ առավել քան հիմնավոր էին։ Մեր կարծիքները հետագայում ու հատկապես այդ կարծիքը, որի կապակցությամբ ինքը ճնշվել էր, հիմնավորվեց թե Վենետիկի հանձնաժողովի կողմից, մյուսները թե Սահմանադրական դատարանի կողմից, ժամանակի ընթացքում պարզվեց, որ մեր կարծիքները ոչ թե իրավունք ունեին հնչելու, այլ նաև տեղին էին, որովհետև համընկավ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ, Սահմանադրական դատարանի որոշման հետ։ Իսկ այն հարցը, որ դատավորների միությունը պարբերաբար բարձրաձայնում էր ու որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում, դատավորները առանձին բարձրացնում էին կարգապահական վարույթների ընթացքում նրանց մասնավորապես ֆինանսական կապի մասին, եւ որը ուղղակի շատ հանդուգն կերպով անտեսվում էր, նաեւ փաստվեց Եվրոպական դատարանի կողմից համապատասխան որոշման տեսքով, նախադեպը չունեցող որոշման տեսքով, գանգատները միացրեցին, առաջնահերթություն տվեցին, այո։ Անտոնյանի գործով մասնավորապես, որ Անտոնյանի ուղղակի պարզվեց, որ Հայաստանում Բարձրագույն դատական խորհրդում ճակերտավոր դատախազն ու դատավորը կարող են իրար հետ ֆինանսական կապ ունենալ ու դա Եվրոպական դատարանի համար առնվազն ընդունելի չլինի։ Իսկ ինչա ստացվում, այդ ընթացքում նա պարբերաբար տարբեր մարդկանց վերաբերյալ հարուցել են վարույթներ, իրականացրել են քննություններ, տարբեր պատասխանատվության միջոցներ են կիրառել, դատավորներ են հեռացել,